Գյումրիում Յուքոմի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նույն Սայաթ Նովա 7 հասցեում արդեն նորացված ու ավելի հարմարավետ միջավայրում։ Բաժանորդներին մեկ վայրում հասանելի են Յուքոմի ծառայություններն ու տեխնոլոգիական լուծումները, շարժական և ֆիքսված կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi և խելացի սարքեր։ Յուքոմը միշտ ցկտում է, որ սպասարկման միջավայրը դարձնի ավելի լավ, ավելի հարմարավետ, ավելի նորարար, որ ինքը կարողանա այլ տեսակի դրական ու լավ փորձառություն փոխանցի մեր սիրելի բաժանորդներին։ Հետևաբար մենք միշտ ամեն կայլերը ձեռնարկում ենք, հատկապես Գյումրիում մեր հավատարիմ բաժանորդներին, ինչ-որ մի բանով պետք է հանդես գանք նորարար, այսպես ասած, այդ հիմքի վրա մենք որոշեցինք վերանորոգենք մեր սպասարկման կենտրոնը, որ ինքը համահունչ լինի այսօրվա ժամանակակից սպասարկման մոտեցումների հետ։ Նորացված կենտրոնում հնարավոր է ոչ միայն ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ ծառայություններին ու ընտրել համապատասխան տարբերակ։ Յուքոմի համար կարևոր է, որ այս հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Միշտ ուշադրություն դարձնում ենք մարզերին եւ չենք սահմանափակվում միայն Երևանով, եւ իհարկե Երևանը եւ մարզերը բոլորը միասին ներկայացնում են մեր երկիրը, որը բոլորը մեր ուշադրության կենտրոնում է եւ մենք միշտ ցկտում ենք անել ամեն ինչ բոլորի համար։ Գյումրիում այս կենտրոնը Յուքոմի վաճառքի եւ սպասարկման 74 կենտրոններից մեկն է։ Ընկերությունում ասում են, սպասարկման որակի բարելավումը միայն կենտրոնների արտաքին ու ներքին փոփոխությամբ չի սահմանափակվում։ Ներդրումներ են արվում նաեւ թվային ենթակառուցվածքներում։ Ներդրումներ արել ենք, փոխում ենք շատ տեսակի հարթակներ, որը ուղղված են սպասարկման մակարդակն ու որակը բարձրացնելու, որտեղ սպասարկումը միայն անհատներով չէ, այլ կա ենթակառուցվածք, թվայնացված ենթակառուցվածք, որը աշխատում է, որ մատուցի ինչ-որ մի ավելի լավ որակի սպասարկում։ Իսկ նորացված կենտրոնի առաջին այցելուների տպավորությունները դրական էին։ Հաճախորդների խոսքով հատկապես հարմար է մեկ փաթեթով տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Երևանում եմ ճիշտ ասած սկսել օգտվել, տղասուսանող էր, շատ հարմար տարբերակ էր, քանի որ տեղափոխվեց Գյումրի, մենք տեղափոխեցինք մեր փաթեթը Գյումրի։ Յուքոմի սպասարկումից շատ գոհ եմ, փաթեթներից էլ շատ գոհ եմ։ Նոր կենտրոնի վերաբացման առիթով Յուքոմը նաև հատուկ առաջարկներ է ներկայացրել։ Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ Յունիթի ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն, իսկ մինչև սեպտեմբերի 3-ը ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում կտրամադրվի Canyon ապրանքանիշի անլարականջակալ։ Այսպիսով Գյումրիում Յուքոմի բաժանորդներին սպասարկման նորացված միջավայրն արդեն հասանելի է նույն Սայաթ Նովա 7 հասցեում։ Ընկերությունը խոստանում է շարունակել սպասարկման կենտրոնների ցանցի զարգացումն ու ժամանակակից ծառայությունների հասանելիությունը Հայաստանի տարբեր քաղաքներում եւ համայնքներում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Բայց Պրոշկեն չէ զարգե։ Հա, սմանե բան եղնի։ Կարոտը կրկեց ընձի, թևին առա ու տարա, մտքով քաղաքս գնացի, գերակիս մեջը ծառա։ Միատուշի, Ջան, այ հենց այսպես էլ ապրում եք։ Այսպես ու մի բան էլ ավելի, երբ խոսքը հումորի մասին է։ Շիրակի մարզում ու մասնավորապես Գյումրիում կա երգիծական բանահյուսության մի շերտ, որ ծնվում է ոտքի վրա ու քայլում ժամանակներով, գեներով ու հասնում մինչև մեր օրեր։ Հումորային պատմությունների հերոսները հաճախ եղել են հենց արհեստավորները, ուստաները։ Գյումրու ամենահին վարսավիրանոցը հումորի դարբնոցներից է։ Սրամտությունը մկրատի շարժումից արագ է դրսևորվում։ Այս մայմունն է չէր սիրել, որ իրա Մեր բանը երկու անգամ պսեիր։ Что есть տատիկը մեր երկու անգամ արդեն կրկնեց։ Հալա ջան, կուզեմ որ թորից մազերը սիրուն սարկվի։ Տատ ջան, խելր ծրեցի։ Հեմի ես կսարկեմ, դուր դեգավ տար, չէ թող մնա մեզի։
Հաճախորդների հետ ունեցած երկխոսությունները երբեմն օրվան համու հոտ են տալիս։ Այստեղ էլ իհարկե սրամտությունը պարզ բառերի մեջ էր։ Մեկ օրով մեծ տադիգները կամ ասենք պավիգները կան, իրանց տորներն որ կերեն, կսե երեխու գլուխ դոր սարկեսի շկարդիս, կսե պապճա, երեխու գլուխ դատեն սարկած է, ես պիտի վազերը սարկես։ Արեստավոր լինելը պատիվ էր գյումրեցու համար։ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցն էլ հայտնի է եղել որպես ինֆորմացիոն կենտրոններից մեկը։ Վարսավիները կարծես ոնց որ հիմա էլ այն ժամանակ Ալեկպոլյան ժամանակաշրջանում BBC-ները լինեին, այլ քաղաքի պատմություններ չկար, որ իրենք չիմանային։ Ասում են վարսավիրների համար հումորը երբեմն հավասարազոր է եղել նաև գլուխ գովալու հետ։ Այդպիսի պատմություններից է, երբ վարսավիրներից մեկը հաճախորդի մազերը կտրելիս ասել է, թե 200 եվրոյով հասել է Հռոմ, հետո լավ պատտվել Եվրոպայում, այն էլ 2 շաբաթում։ Արվետ ջան, ճիշտ է, հաբի ինչ է բան։ Ես այս հարշում բան կան, 200 եվրո պարտքեն է։ Ցերնիկ է ստա Հռոմ։ Սոված ծարով էր շաբաթ հաց հավաքելով, մինչև հետ այդ վերադարձը կա։ Բայց կա այդ վարպետի մոտ, կնստի։ Հաքսը տղա ջան կնացի, то հաքսը ուստա ջան կնացի, կերա, խմի, մոնեգա։ Վերջում էլ եկա Հռոմի պաբի մոդը, ծերը տերավ կրխիսա, որ օրնաշնի մազերը տկդրեն։ Վարպետների պատմություններում հաճախ հանդիպում են նաև մեկ այլ բան։ Մեկը մյուսի մասին կատակում էին, դրանից չէին նեղանում, բայց իհարկե բացառություններ կային։ Ես մարդն է չի դոր մայմուն չսե։ Մայմունն է խմող տղա է եղել իր համար հավեսով։ Միշտ խմած է եղել։ Որ եկեսել է մայմունը, ով է տագն առել է, էլի։ Ֆազերը գցել է, ես եմ։ Մազերս կտրես կսենստի, նստի կելը շորը չի հասցեր է վարեն կծե մեկ են այով աղպեժամ, մի ադամ ստեղից ես դեր, նոլով, կսեմ մի այլ վեջին այ, մայմուն է, ես եմ տետու, կաղ եկը մեկ են անում, պաղնիկ եմ, շապատում ենք եմ անգուկ, այն ազիվ չեր իր էտ կործը։ Աշխատանքային օրը պարզապես գլորելու մասին չէր այստեղ։ Օրը ստացված է, եթե հումորի անգամ փոքր չափաբաժին կա նրանում։ Հումորը ծնվել է Գյումրիից, ճիշտ է, Կաբրովը էլ է ծնվել, բայց Գյումրի էլ է ծնվել հումորը։ Գյումրի սիրաղոնախների սիրտը բաց է գսպես։ Գյումրիում ծնված հումորը իր առանձնահատուկ դերն ուներ նաև դերձակների պարագայում։ Սա մի աշխատանք էր, որտեղ ամեն ինչ իր չափն ու հաշվարկն ուներ, բայց անգամ այդ պարագայում միշտ չէ, որ առօրյան ընթանում էր ըստ չափած ձևացի։ Որ լսեցի դոց հումորի խնդալուցի կպատրես։ Այդպիսի մի իրավիճակ կապված է տապատի հետ, որի չափսերի փոփոխությունը սկզբում դժգոհություն է առաջացրել, բայց հետո պատմությունը բոլորովին այլ ավարտ է ստացել։ Հնարավոր չէ, ես շալվար հագել եմ, թույլ է եղել, դուք նեղցրել եք, ինչևից է, տեսա, այլ հնարավոր չէ ես մարդու հետ գլուխ ելնել։ Ցեցի բան չկա, սխալմունք է եղել, քինջան ես մի բան կենեմ, այս ձեր շալվարը հետ կբերենք, նորմալ կսարքենք։ Եկե հաջորդ օրը եկավ ներս մտավ։ Չղայնացած բան շալվարս պատրաստ է, ասեցի հա, ուշ, ես կնդացեմ բերեմ, ինչ պիտի եղնի էլի, հա ասեցի, հա պատրաստ է, վատ է իհարկե որ կխապեմ, բայց ուրիշ տարբերակ չունենք, սի սարկեցինք ինչ կանոչ հնարավոր էր, բացել ենք, ես անձամբ բերել եմ, վերցրավ հակավ մի դաֆրազի վալկեն հակավ շատ, այ մի շատ լավ, մի է պանասեմ, ուտեղ արդեն չի տեսել, իսկ խնդաս, ցույց տաս, կամ սեսոր գիտեք ինչ էր բան ներած չէ։ Զավեշ տալի իրավիճակներն անգամ երկար տարիների ինքեր ձեռք բերելու առիթ էին։ Չենք կրնա իրար հասկանալ, թե ուր է լիքա։ Իսկ զգացի որ մեր տեսակում Երևանի բարբարով կխոսա։ Ասացի գնայեք, իսկ դուք Գյումրի եք թե Երևան, դե Երևանից, բայց ես Գյումրի եմ։ Ոայ, բա ես ինչ եմ անելու, բան։ Չգիտեմ, կախեցի հեռախոսը։ Եկե 10 րոպե անցավ, ես գալիս եմ Գյումրի։ Ու ես իմ մեջս կմտածեմ, թե լավ էլի, ասենք տարօրինակ է, ինչ է։ Մենք Երևանից էլ լիքա Գյումրի որ Իրանը շորը կարել տա։ Ժամ ու կես անցավ, համարյա 2 ժամ եկավ, ուրախ, սվարթ մի հատ սիրունատես կին է։ Բարև ձեզ, ես էի զանգահարել ձեզ, բանը, հուսով եմ մենք ընկերներ կդառնանք ու ինձ չես հուսախապանի, էլի ես Երևանից հետ կդրել եկել եմ, հա, ու մենք մինչև որս ընկերներ ենք 10 տարի արդեն համարյա։ Գյումրիում հայտնի դերձակներից էր Ֆանտազիա Արտաշը, ով իր սուր մտքով փայլել է օրինակ պարտկատերերի մոտ։
վարպետ ջան, ուստա ջան, չեղավ, ես արդեն պարտքիդ ցուցակը ելը հասել է Արագած, ասենք էլ այնքան երկար, երբ պետք է դաս այս ֆանտազի արդաշտը թե հա ինչ ենք հասել է, քանի այդ Արագածի հլա ձյունը կա, մտածելու բան չկա, երբ ձյունը հալավ, Արագած իրա ոդով, կոֆեյով, բանով եկավ, այդ ժամանակ կդամ։ Երկաթը տակ-տակ ծեծող դարբիններն ավելի շատ գործի մարդիկ են։ Գյումրու վարպետ Միրիմասին հին պատմություններում վերջիններս ավելի շատ հայտնի են իրենց խիստ ու գործի նկատմամբ պահանջկոտ բնավորությամբ։ Եվ տալիս է մեծաղյա բաժակը, ասում է տղա ջան, կնա ջուր բեր։ Տղային գնում է, ջուրը կանտը բռնած գալիս է բաժակի, դե կանտը ինչի համար է մրոտ ձեռքով մարդը բռնի։ Սա վերցնում է ջուրը, թափում է ջուրը, երկրորդ կանտը նեղում, ասում է գնա այլ ջուր բեր։ Երեխան գնում է, երկու կանտը բռնած է գալիս, էսի ջուրը թափում է, ասում է սիքս այլուգ է։ Սուրից դամրջի դուրս չգա, երրորդ կանտն է զարգեմ, երրորդից է կբռնի։ Ուստին դիմում է, ասում է վարպետ ջան, ես ինչ է այս պահը, մի անգամ չօգտագործած, այսպես ծռեց էլի, որակով չես արել եւ նաեւ մատերիալն էլ որակով չէ, այդ արբին էլ ասում է տնաշեն, ասում է, այդ հիմա հողի մեջ ես տարել, թե քո ճուգուն գլխին է զարգել, այսինքն իրանք միշտ արտարացնելու, իրենց նաեւ խորամանկելու այդպես միտում ունեն։ Միայն թե կես կատակ կես լուրջ այժմ դարբինի անուն հանողներից են դժգոհ։ Դե շատ է տարալատ, ով ծվարկային է ծորված, դոդո ծորված, դարբինի անուն գահան է։ Անխոս իր բառերով ասած պարզապես զոդողներից չէր նա, քաղաքում ամեն տեղ իր մուրճի հետ կտեսանելի է, այդ թվում նաև սեփական տանը։ Ամենավատ բանն է, գործը կենեց, բայց փող տվող չկա, տունը դի կրիվ է, ես բանն չիք ուրիշինը կսարկես, չես պարա չկա չեն սարկի։ Վարպետն հիշում է վերջին ամենաթարմ զավեշտալի դեպքերից մեկը։ Կակիկ նկարել էր, հաջորդ օրը բացեց TikTok-ը, այդ նկարը տեսա, ու հետո պատասխաններն է։ Ուտեղ գրված էր, ես չէի, ես խմել եմ։ Իսկ արդեն զաղեցել եկա, որ ես ջուրը, նույն ջուրն է գֆռա, պես կուկա։ Հումորի վարպետ Գագիկը մեզ հետ միաժամանակ հյուր էր այս ընտանիքին, դե էլ ինչ հումորի վարպետ, որ այս թեմայով մի բան չհիշեր։ Չոպուր սուրենը չայլ վաղտը դուրգերություն կեն է, մեկ իմ դուրը սարկեկ է, երկրորդ օրը տանտերը կուկակս է, չոպուր, սարկածը դուրը չի պագվի, չոպուրուքսի այդ տեղա կու պերածըտ մատերիալ նորեղնի կողծած ու թաց, ես էլ որ սաղոր ուդեմ սոխ ու հաց, շտկու դուրն է պրիմենա պաց ու պաց, Սոված է թողեր, հատքի տավի, էպա պահած պրիվնավի։ Այսօր Գյումրիում կարելի է հանդիպել այս մարդկանց Վարսավիրանոցում վարպետի պատմությանը, արեստանոցում տասնամյակների փորձին, դարբնոցում մետաղի ձայնին և երբեմն մի նախադասության, որից հետո ամբողջ սենյակը ծիծաղում է։ Հաճախորդը ասում է, բայց վարպետից թվում է այդ բանալին, այդ անցկով չի մտնի, չափը բանաշկա չափով է, ասում է դու իրա տեղը մի խոսա, ինք իրա տեղը կգտնի, ինքը կհարմարվի, դու քո նեղ սիրտը մի քիչ լայնացրա, դու քո մտածելակերպը փոխի։ Բայց այդ ծիծաղի հետևում մի ավելի կարևոր բան կա՝ հիշողությունը, որովհետև երբ պատմությունը փոխանցվում է մարդուց մարդ, այն արդեն դառնում է մշակույթ։ Գյումրու երգիծական բանահյուսությունն էլ հենց այդպես է ապրել, ոչ թե գրքերի էջերում միայն, այլ մարդկանց առօրյայում։ Ուստաները եղել են այդ պատմությունների հերոսները, կեղտողներն ու պատմողները, եւ քանի դեռ կա մեկը, ով հիշում է ու պատմում այդ կատակները, դրանք չեն ավարտվի, այլ կշարունակեն ապրել նոր վարպետի, նոր հաճախորդի եւ նոր կատակի մեջ։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են Հայաստանի ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, բարձր գնահատելով համատեղ աշխատանքը։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության զարգացումը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի արդյունավետ լուծմանն ուղղված համատեղ ջանքերին։ Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Կողմերը կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը, ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։ Իրանը եւ Օմանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու վերաբերյալ քննարկումներ են անցկացրել։ Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել Իրանում արտգործնախարարների խորհրդակցություններից հետո, որոնք կենտրոնացել են նեղուցով անվտանգ նավագնացության վերսկսման վրա երկրների ինքնիշխանության պահպանմամբ։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մշտական նավագնացային միջանցքի եւ նեղուցի հետագա կառավարման շուրջ համաձայնության հասնելու համար։ Բացի այդ, Իրանը եւ Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցի ջրերի ականազերծման հարցեր։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների աղբյուրների, Թեհրանը Պակիստանի միջոցով Հորմուզի նեղուցի հետ կապված բանակցային պայմանները փոխանցել է Վաշինգտոնին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր եւ վիրավորներ են գրանցվել։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության գիշերը երկրի տարածքում խոցվել է ավելի քան 420 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Լիպեցկում 2 մարդ է զոհվել, այդ թվում 14-ամյա երեխա։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Կրկին թիրախավորվել է Վայլդբերիսի պահեստը Տամբովի Կոտովսկ քաղաքում, բռնկվել է հրդեհ։ Աշխատակիցները տարհանվել են։ Կոտովսկում Վայլդբերիսի պահեստը հարձակման էր ենթարկվել նաեւ հուլիսին, այն ժամանակ զոհվել էր 7 մարդ։ Ուկրաինական ուժերը նաև հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում Լուկոյլի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 160-ից ավելի ԱԹՍ։ Չերնիգովում զոհվել է 2 մարդ, այդ թվում 4-ամյա երեխա։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆն այցելել է Մոսկվա ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեդքլիֆի հետ չի հանդիպել։ Նրա խոսքով ԿՀՎ-ի ղեկավարի այցը Մոսկվա կապված էր հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։ Մամուլում Ռեդքլիֆի այցի տարբեր պատճառներ են շրջանառվում։ Մոսկվային նախազգուշացումներից մինչև Իրանի դեմ պատժամիջոցների քննարկում եւ ռուսական բանտերից ամերիկացի բանտարկյալների ազատ արձակում։ Կանադան 50% մաքսատուրք է սահմանել Միացյալ Նահանգներից ներմուծվող մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի։ Կանադայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը հետևանքներ կունենան կանադացիների համար, հետևաբար երկիրը պետք է պատասխանի։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ից։ Սպիտակ տունն արձագանքել է, նշելով, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցությունների ժամանակ Կանադային առաջարկել է շուկա մուտքի արտոնյալ պայմաններ, սակայն Օտտավան անխոհեմ պահանջներ է ներկայացրել Վաշինգտոնին։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Չինաստանից բացի Կանադան միակ երկիրն է, որը որոշել է պատասխանել ամերիկյան մաքսատուրքերին բանակցելու փոխարեն։ Առևտրային պատերազմի սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է երկու երկրների սահմանային Օնտարիո լիճը Ամերիկա վերանվանելու գաղափարը։ Կանադայից արձագանքել են, նշելով, որ լիճը միշտ կանվանեն Օնտարիո։ Արդյունաբերության նախարար Մելանի Ժոլիի խոսքով Կանադան խելամիտ կգործի եւ կհակազդի։ Սյուզաննա Չրաղյան։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում իրականացվեց Սերմից մինչև Սեղան խորագրով էկոփառատոն 2026-ը, որի նպատակն էր կրթական համակարգի, ֆերմերների, տեղական արտադրողների եւ շահագրգիռ մյուս կողմերի համար հանդիպման, օգտակար կապերի, փորձի փոխանակման եւ հաջող համագործակցության հնարավորության ստեղծումը։
Փառատոնն իրականացվում էր հողերի վերականգնում եւ էկոհամակարգային ծառայությունների բարելավում ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ իրականացվում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի միջոցով, որի ազգային իրականացնող գործընկեր է հանդիսանում բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը WWF Հայաստանը։ Լորին հարուստ է իր բնությամբ, աշխատասեր մարդկանցով եւ գյուղատնտեսական ավանդույթներով։ Մեր նպատակն է, որ այս փառատոնը դառնա մի հարթակ, որտեղ կհանդիպեն արտադրողն ու սպառողը, ավանդույթն ու նորարարությունը, մշակույթն ու զբոսաշրջությունը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր համայնքների զարգացման համար։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող կողմերն ու բարի գալուստ եւ բարի ընթացք մաղթեցին միմյանց, ապա մշակութային մաս եւ կենաց ծառի տնկման խորհրդանշական արարողություն։ Որպեսզի գիտական միտքը հասնի բարիք ստեղծող գյուղատնտեսին, Բուսաբանական ինստիտուտի ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում իրականացրել են տեղական ծառատեսակների մի շարք հետազոտություններ, տպագրության հանձնել նաեւ վայրի հավաքչության ուղեցույց։ Տպագրության է հանձնվել նաև Հայաստանի Հանրապետությունում առավել շատ օգտագործելի պտղատու, հատապտղատու եւ ընկուզավոր տեսակների վերաբերյալ գիտական գրական տվյալները։ Ապագան կապելով հողի հետ, իսկ կյանքը սերմի, Tree Project Armenia-ի բուսաբույծները շուրջ 32 տարի զբաղվում են անտառների ստեղծմամբ, դպրոցներում էկոկրթության ապահովմամբ, էկոակումբների ստեղծմամբ։ Լոռու մարզում շուրջ 790 հեկտար անտառ են տնկել այս տարիների ընթացքում, կրթել են 114,000 աշակերտի։ Ունենք 4 տնկարաններ Հայաստանի տարբեր կլիմայական գոտիներում։ Սննդի արդյունաբերությունից մինչև տեքստիլ, սերմից մինչև թուփ ու ծառ փառատոնում ներկայացված էին Լոռու մարզի ֆերմերային տնտեսությունների կատնամթերքը, պանրեղենի նորահայտ տեսականիներ, կոմպոտներ, պահածոներ, ամբողջությամբ օրգանականաճեցված ոչ ավանդական մշակաբույսերի տեսակներ եւ այլն։ Քանի դեռ մարդկությունը սնունդ է սպառում, ագրոպարենային ոլորտի մասնագետները կլինեն պահանջված, իսկ պահանջված բարձր որակավորում ու բարձր որակներ ունեցող մասնագետների պատրաստման պայմանները համալսարանի Վանաձորի մասնաճյուղ այսօր ավելի քան երաշխավորված են։ Այն ենթակառուցվածքը, որ ձևավորվել է այսօր կրթօջախում, ինքը ստեղծել է մեծ հնարավորություններ, որ առաջիկայում մասնագետների պատրաստման գործընթացը ել ավելի բարելավի, ինչը նշանակում է տնտեսության եւ հասարակության առաջընթացի համար մեծ ներուժ է ներգրավվելու հենց կրթօջախի շրջանավարտների շնորհիվ։ Նորագույն արդիական գիտելիքներով ուսանողներին սովորեցնենք, այսինքն որ լինեն աշխատաշուկային պահանջված մասնագետ։ Դրա համար մենք պետք է համագործակցենք ֆերմերների հետ, արտադրողների հետ, իմանանք իրենց կարիքները, որպեսզի այնպիսի կրթություն տանք, որ երեխաները, ուսանողները ավարտելով կարողանան լավ, բարձր վարձատրվող աշխատանք գտնել եւ համալրեն այն կադրերի պակասը, որոնք այսօր կան agrarային ոլորտում։ Փառատոնի մասնակիցներն Agrarային համալսարանի ռեկտորի եւ մասնաճյուղի տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեցին մասնաշենքի տարածքում, ծանոթացան պայմաններին ու ստեղծված տեխնիկական հնարավորություններին, շրջեցին նաեւ տաղավարներով, մասնակցեցին ծառատունկի, իսկ հաջորդ օրը համայնքներ, բիզնեսներ եւ գործընկերություն հանուն կենսաբազմազանության եւ COP17-ի թեմայով պանելային քննարկման։ Փոխադարձ ծանոթություններով ու գործառնական նոր կապերով լիորվա ավարտին փառատոնի մասնակիցները հանդիսավոր կերպով պարգևատրվեցին շնորհակալագրերով եւ նվերներով։ Էրմինե Յավերյան, Դանիել Յավերյան։ Զուռնայի հնչյուններով Արծվաբերդում մեկնարկեց ազգային երաժշտության ու պարի փառատոնը։ Սահմանամերձ Այգեձորում տարիներ առաջ ծնված մշակութային նախաձեռնությունն արդեն ամենամյա ավանդույթ է դարձել։ 2026-ին փառատոնն առաջին անգամ նոր հասցե ունեցավ՝ Արծվաբերդ։ Արծվաբերդցիները իրենց բնորոշ հյուրընկալությամբ ընդունեցին Նորայր Քարտաշյանին ու Տորք նվագախմբին։ Երաժշտությանը շուտով միացավ պարը, իսկ հրապարակում հավաքվածներն արդեն հանդիսատեսից վերածվեցին մասնակիցների։ Նախ ուզում եմ ողջունել մեր բոլոր համաերկրացիներին եւ ուզում եմ ասել, որ
Սա շարունակական է լինելու։ Այգեզորից ենք սկսել, բայց ուզում ենք մյուս գյուղերն էլ որպեսզի անմասն չմնան։ 2 անգամ նվագել ենք Չորաթան գյուղում։ Եվ այս տարի էլ որոշեցինք, որ Արծվաբերդում այս միջոցառումը անենք, ինչու համար, որովհետև ինձ համար կարևորը ոչ թե որ հավաքվածների քանակն է, այլ պարող երեխաների քանակն է։ Ու մենք շատանում ենք ու մենք դրա համար շատ ուրախ ենք։ Նպատակը այդ է, որ երեխաները մանկուց շատ մոտիկից գործուն այսպես մասնակցություն ունենան process-ին, որպեսզի հասկանան ինչ է նշանակում ազգային մշակույթ։ Կուզեմ ասել, որ սիրեք հայկական մշակույթը, որպեսզի հայ մնաք։ Փառատոնն այս տարի անցկացվում է 14-րդ անգամ։ Դրա առանցքում ազգային երաժշտությունն ու բարեավանդույթը պահպանելն ու զարգացնելն է։ Դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու եւ կենթանի պահելու նպատակը։ Ազգային բարը իմ հոգին է, իմ ինքնությունը, իմ առօրյայի մի մասը, ես առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում։ Նման միջոցառումները պարտավոր են շարունակվել, որովհետեւ մենք պահպանում ենք մեր ազգայինը, մեր ազգային ինքնությունը եւ շատ կարեւոր է, որ պահպանենք եւ փոխանցենք մեր գալիք սերունդներին։ Ազգային բարը ապրելուց իմ հոգին խաղաղում է։ Ես այդ պահին ոչ մի բանի մասին չեմ մտածում, շարունակում եմ լի էներգիայով ապրել եւ բոլորին համախմբվել, կանչել մի բարի շուրջ եւ ապրել մեր ազգայինը։ Զուռնայի վերջին հնչյուններով Արծվաբերդում ավարտվեց փառատոնը հաջորդ տարվա հանդիպման սպասումով։ Խոստումը մեկն է՝ մյուս տարի կրկին հավաքվել երաժշտության ու պարի շուրջ, նույն ջերմությամբ ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտաշարի վարչական տարածքում իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, մասնավորապես չունենալով պայմանագիր, ընկերությունը գյուղատնտեսական նշանակության տարածքում արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ, այն տեղափոխում է Ջերարպի գյուղում գործող լվացման կայան եւ մշակումից հետո իրացնում։ Օգոստոսի 20-ին քրեական ոստիկանները հիշյալ տարածքից պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել արդեն բարձված կամ բարձվելու սպասող բեռնատարներ եւ բեռնող տեխնիկա։ Ըստ նախնական տվյալների համայնքի օրինական շահերին պատճառվել է մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընթառաջ ոստիկանության ծառայության կազմակերպումներ։ Կամո Ցուցուլյանը հանձնարարել է սեպտեմբերի 1-ից հանրապետության ուսումնական հաստատություններում եւ հարակից տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն, ներգրավելով ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների ծառայողներին։ Նրա խոսքով չպետք է սահմանափակվել միայն դպրոցների մուտքերի մոտ հերթապահությամբ, այլ իրականացնել նաև շրջիկ ծառայություն։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ խցանումների կանխման, երթևեկության անխափան կազմակերպման եւ անչափահասների անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ուժեղացնել հսկողությունը սպասարկվող տարածքներում։ Ընդգծվել է անչափահասների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ուշադրության կենտրոնում պահելով անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ հնարավոր իրավախախտումների կանխարգելումը։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ պետք է հետևողականորեն պահպանել ծառայողական կարգապահությունը, ընդգծելով ոստիկանության ստորաբաժանման ղեկավարների անձնական պատասխանատվությունը ծառայության պատշաճ կազմակերպման գործում։ Խորհրդակցության ավարտին Կամո Ցուցուլյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ։ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում իրացման նպատակով տեղադրում է թմրամիջոց։ Հետագա միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում նոր Երզնկա տանող ճանապարհին թմրամիջոց տեղադրելու պահին երիտասարդը ձերբակալվեց եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Մեքենան կնիկվեց պահպանվող հատուկ տարածքում։ Նախաձեռնված քրեական վարույթի
շրջանակում ձերբակալման վայրում կատարված զննությամբ հայտնաբերվեց արդեն տեղադրված 9 փաթեթ մոտ 30 գրամ ընդհանուր քաշով։ Դատարանի որոշմամբ երիտասարդի վարած մեքենայում կատարված խուզարկությամբ էլ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով 113 փաթեթ մոտ 200 գրամ ընդհանուր քաշով, նաև մոխրացած հետքերով կաթուցիչ 1.5 միլիոն դրամ եւ ատրճանակ, որն ըստ երիտասարդի գազային է։ Էջմիածինցի 27-ամյա երիտասարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ Մշտապես գտնվում եք երթուղում։ Ուշադրություն եք դարձնում երթուղիներում անչափահասներին։ Անտարբերություն չեք դրսևորում հասարակական վայրերում ոգելից խմիչքներով եւ ոչ ստապ վիճակում գտնվող քաղաքացիների նկատմամբ։ Հրահանգավորումն ավարտված է, երթուղին սահմանված։ Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը դուրս են գալիս երթուղիներ։ Նրանց աշխատանքը միայն հասարակական կարգի պահպանմամբ չի սահմանափակվում։ Ծառայողների զգոնության եւ օպերատիվ արձագանքի արդյունքում կանխվում, հայտնաբերվում եւ բացահայտվում են հանցագործություններ։ Ոստիկանության գվարդիան բացի օբյեկտների պահպանության ծառայությունից իրականացնում է նաև հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ծառայություններ։ Ոստիկանները մշտապես յուրաքանչյուր օր ծառայության դուրս գալուց առաջ կոնկրետ հանձնարարականներ են ստանում իրենց երթուղիներում կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների եւ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ։ 2026 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության գվարդիայի ծառայողները հայտնաբերել եւ բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։ Գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք զինամթերք։ Արդյունք են տվել նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումները, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք։ Գրանցված ցուցանիշները ոչ միայն կանխված ու բացահայտված հանցագործությունների, այլև փրկված կյանքերի մասին են։ Հաշվետու ժամանակահատվածում գվարդիայի ծառայողների արագ արձագանքի եւ ճիշտ գործողությունների շնորհիվ կանխվել են ինքնասպանության դեպքեր։ Ծառայողները մշտապես քաղաքացու կողքին են պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված դեպքը այս մոտեցման հերթական վկայությունն է։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը քաղաքացուն էր հանձնել կորցրած $3600։ Ոստիկանության գվարդիան 24/7 ռեժիմով շարունակում է ծառայությունը հանրային անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարելու եւ անհրաժեշտ պահին քաղաքացու կողքին լինելու հանձնառությամբ։